Արմլուրը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար էլեկտրոնային էջ են ստեղծել։ Բարենրոքում ԿՏՄ կայքում առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանություն տալ կաթողիկոսի հեռացման և եկեղեցու բարենորոգման խնդրին։ Կայքում նշված է. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ։ Միանում եմ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին։ Արդեն մի քանի օր է գործարկված այս կայքին ու ներկայացված պահանջին միացել է 382 անձ։ Արմլուրը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի է կոշտացնելու ռեպրեսիաները կաթողիկոսի դեմ։ Նա ամեն տեղ փակ զրույցներում պնդում է, որ ելք չկա, կաթողիկոսը պետք է հրաժարական ներկայացնի, հեռանա։ Վեհափառն էլ սակայն իր շրջապատին վստահեցրել է, որ հրաժարական չի տալու։ Այս պատճառով էլ ստեղծվել է օնլայն ստորագրահավաք ընդդեմ կաթողիկոսի, որ Փաշինյանը ներկայացնի այն իբրև հանրային պահանջ, որի կատարումն անխուսափելի է։